Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզամերգային համալիրում դիմավորում է Հայաստան ժամանած ղեկավարներին։ Մարզամերգային համալիր է ժամանել նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազը։ Ինչպես մյուսներին, այնպես էլ նրան դիմավորել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովին կմիանա տեսակապով։ Համալիր են ժամանում նաև ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության պատվիրակները։ Լրագրողների հետ զրույցում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին։ Այստեղ մեկ ամսից ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի, նշել է նա։ Չնայած համալիրում կառավարությունը ստեղծել է ջերմթնոլորտ, դրսում հյուրերին մեր մի շարք հայրենակիցներ դիմավորել են պաստառներով ու վանկարկումներով։ Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին, այսպես են ակցիայի մասնակիցները դիմավորել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նրանք պահանջում են բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ գերիների Արցախ վերադարձի վերաբերյալ հարցերը։ Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում են գագաթնաժողովի շրջանակներում ներառել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենիք վերադարձի հարցը։ Բելգիան դեսպանատուն է բացել Երևանում։ Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա բելգիացի գործընկերը։ Բելգիայի վարչապետը իր ելույթի ընթացքում նշել է, որ ավելի քան 3 դար առաջ հայ անվանի եպիսկոպոս Թովմաս Վանանդեցին Ամստերդամում բացել է տպարան ու աշխարհին նվիրել հայերեն առաջին քարտեզը։ Բարդևիերևը կարևորել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններն ու նշել, որ այս քայլով եւս մեկ անգամ ամրապնդվել է երկրների միջև կապը։ Բելգիայի վարչապետը Հայաստանում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկոյան զբոսանքի ընթացքում Մակրոնը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկն էլ եղել է Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ պատրաստվում է հարցը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ You know that we always try to play our role. Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ միջնորդելու եւ օգնելու հարցում։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին եւ շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է եւ սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ, որ շատ կարեւոր է աջակցել խաղաղության եւ կայունության այս նոր փուլին, այնպես որ մեր դերը հնարավոր ամեն ինչ անելն է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Երեկոյան զբոսանքից Մակրոնը Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին ջերմընդունելության համար։ Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմընդունելության համար։ Վաղը եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև, գրել է Ֆրանսիայի նախագահը։ Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը կժամանի Երևան։ Թուրք բանագնացը կմասնակցի Երևանի երկխոսություն 2026-ին, որը տեղի կունենա մայիսի 5-ից 6-ը։ Սա դիվանագետի երկրորդ այցն է Հայաստանի մայրաքաղաք, առաջինը տեղի ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան կսկսեն նավերի ուղեկցման գործողությունը Հորմուզի նեղուցով։ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, թե աշխարհի տարբեր երկրներ դիմել են Վաշինգտոնին ազատելու իրենց նավերը, որոնք Հորմուզի նեղուցում արգելափակված են։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է, որ եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա նման միջամտությունը ցավոք կլուծվի ուժով։ Նրա այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ խոսքը զինտեխնիկայի ուժի մասին է։ Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնին է փոխանցել տարածաշրջանային հակամարտության կարգավորման 14 կետից բաղկացած իր պայմանները։ Իրանը մերժել է Սպիտակ տան առաջարկած երկամսյա հրադադարը եւ պահանջում է պատերազմի վերջնական ավարտ ընդամենը 30 օրվա ընթացքում։ Իրանական ծրագիրը ներառում է ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, պատժամիջոցների չեղարկումն ու սառեցված ակտիվների վերադարձը։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ անվտանգության երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի շահագործման նոր կանոնների սահմանում։ Թեհրանի միայն այս քայլերից եւ ռեպարացիաների վճարումից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Ներկայացված այս առավելապաշտական պահանջները գործնականում անիրագործելի են թվում եւ էականորեն բարդացնում են դիվանագիտական հանգուցալուծման հասնելու հեռանկարը։
Սպիտակ տունն ակտիվորեն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի անունն ու կերպարը ներկայացնել Միացյալ Նահանգների պետական բազմաթիվ օբյեկտներում եւ ծրագրերում։ NBC News-ի տվյալներով այս գործընթացն արդեն ընդգրկել է առնվազն 12 խոշոր նախագիծ եւ դաշնային նշանակության վայր։ Մասնավորապես նախատեսվում է Վաշինգտոնի Քենեդի անվան կենտրոնը վերանվանել Թրամփ-Քենեդի կենտրոնի, իսկ նոր ռազմական նավերին տալ Թրամփ դասի անվանումը։ Նախագահի անունը պետք է կրել նաեւ երեխաների կൂട്ടակային հաշիվները, դեղերի զեղչման պետական ծրագիրը եւ նույնիսկ դոլարի նոր թղթադրամները։ Մայրաքաղաքում քննարկվում է նաև անկախության 250-ամյակին նվիրված Թրամփի կամար հաղթական հուշարձանի կառուցումը։ Վերլուծաբանները նկատում են, որ պետական խորհրդանիշների նմանատիպ անձնավորումը ժամանակակից Ամերիկայում չունի որևէ պատմական նախադեպ։ Օկլահոմայում անհայտ անձիկ կրակել են լողափում հանգստացողների ուղղությամբ։ Ոստիկանության տվյալով առնվազն 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածների վիճակը գնահատվում է տարբեր աստիճանի ծանրության։ Հանցագործները դեռ չեն ձերբակալվել։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։